Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճկնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս պահին ես զրուցելու եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Հայ-հեղափոխական դաշնակցության անդամ Գառնիկ Դանիելյանն է, շնորհակալ եմ պարոն Դանիելյան վերաբերյալ ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Իշխանությունները նախընտրական այս փուլում հատկապես բավական կտրվել են իրականությունից, տպավորություն է, մենք տեսնում ենք այսպես ասած ավտոերթ դեպի Գյումրի, հա, դրա ֆոնին ինչ որ կոնֆլիկտային իրավիճակներ եւ իշխանության ներկայացուցիչը իրենց քաղաքապետի տեխնացու փաստորեն առաջնային դեմքերից ամենակեղտոտ ձևի սեռական բնույթի հայոյանքներ է տալիս իրենց ուղակի քննադատող քաղաքացիներին, հա։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, ասենք իրենց падգամավոր, որը կին լինելով, հա, թիրախավորում է կրծքով կերակրող մորը, հա, անդիմադիր ուժի ներկայացուցիչի։ Մենք տեսնում ենք այլ դրվագներ, երբ Նիկոլ Փաշինյանն է ադեկվատության խնդիր ցույց տալիս, հա։ Ինչ է տեղի ունենում ձեր գնահատմամբ։ Իրականությունից լիարժեք կտրված են, այսինքն լճացած, այլևս ճահճացած իշխանությունն է սա, որ այլ չի հասկանում իրենք ինչ են անում։ Եվ ճահճացած վիճակն է, եւ այդ նևրոզն է իրանց մոտ համատարած։ Իրենք շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում երկրում։ Տեղեկություններ ստանում են պարբերաբար իրենց վարկանիշի մասին, իրենց հնարավորությունների մասին, եւ սա բերում է իրենց հիստերիկ նոպաների։ Դա սկսում է Նիկոլ Փաշինյանը, չնայած նրան, որ ԿՊ վարչությունը իբր բան էր, չէ, ինչ որ բարեվարկության նորմեր էր սահմանել եւ այլ, որ հայհոյանք չի կարելի քաղաքացիների հետ պիտի լինել սիրալիր, այսպես նայած այդ ըստ այդ բարեվարկության դուքով պետք է հայհոյել այլևս։ Հիմա արդեն տեսնելով իրավիճակը, իրանք ուղղակի ջղաձգումների մեջ են։ Եվ այս վերջին ավտոերթն է, Գյումրի ավտոերթն է, դրա վառ ապացույցն է, ամբողջ Հայաստանով մեկ վարչական ռեսուրս կիրառես, շանտաժի ենթարկես պետական ամբողջ ապարատին, որ մասնակցեն, ցուցակագրես, այլ նախարարություններով, այլ մարզպետներով, այլ չգիտեմ իրենց համայնքապետերով, ամբողջ Հայաստանով մեկ բանանես եւ վերջում ֆիասկո ապրես, բնականաբար սա բերում է թիմի մեջ եւ նաեւ մասնավորաբար սա գալիս է նաեւ Նիկոլ Փաշինյանից, մեր տեղեկություններով նաեւ Գյումրիում տահաճ խոսակցություններ ա եղել Նիկոլ Փաշինյանի իր թիմի հետ եւ հաշվետվություն ա պահանջել, ասելով որ հեծը ձեր տակն եմ դրել ես նախարարությունները, դուք նախարար եք, մարզպետ եք, բան եք, հեսա ձեր կազմակերպածը, որ Գյումրիում 15 հոգի մարդ ա մեզ դիմավորել։ Եվ սա բնականաբար նաեւ ներվային ծիգեր ա։ Ինչ որում ասենք, որ չեք գույները չեք խտացնում, երբ ասում եք 15 հոգի մարդ, որովհետեւ ըստ իրենց իսկ հաշվարկների 1230 մեքենա է Երևանից շարժվել դեպի Գյումրի, եթե վերցնենք լավ միջինում 3 հոգի ամեն մեքենայի մեջ, իրենք 4-5 հազար հոգով արդեն հասել էին Գյումրի, հրապարակը 5000-ից ավել մարդ չկար։ Այո։ Գյումրեցիներին անհետաքրքիր էր ինչ որ ինքը առաջարկում էր։ Մի մասը ոստիկաններ էին քաղաքացիական համազգեստով, հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, նաև իմ տեղեկություններով տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Հասկանալի է, Նիկոլ Փաշինյանը այնտեղ է, ասենք, եթե այդ մարդկանց էլ հանում ես եւ մարդիկ, որոնք որ ստիպողաբար են հայտնվել, այնտեղ մնում է մի քանի ԿՊ-ական եւ տենց էլ իրենց մերձավոր շրջապատը եւ սա բնականաբար շատ լուրջ պրավալ էր եւ այս ամեն ինչը արտացոլվում է նաեւ իրենց խոսույթի վրա, իրենց նաեւ այդ ծիգերի վրա եւ այստեղ մի ուրիշ հանգամանք էլ կա, իրենք իրենց իսկական դեմքն են ցույց տալի, այնպես չի որ այդ մարդիկ ուրիշ ձև են իրենք, հա, ուրիշ մարդիկ են, ուրիշ աշխարհայացք ունեն, ուրիշ արժեհամակարգ ունեն, այդ մարդիկ այդ արժեհամակարգի կրողն են։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը ոնց կարա ուրիշ, չգիտեմ, էլի ուրիշ մի գաղափարախոսություն կամ ուրիշ մի էթիկետ կամ բարոյ մարդազգային ժողովի ամբիոնից
հայ ժողովրդի մեծամասնությանը, որ իրեն չեն ընդունում, շունուշանգյալ անվանում։ Շունուշանգյալ։ Տեսեք, ես լրիվ համաձայն եմ ձեզ հետ, նաև այստեղ ցույց է տալիս նրանց որակական հատկանիշները, բայց զարմանալի է, որ այդ օրինակ այդ իրենց Սարիկը փորձեց իր վարքագիծը ներկայացնել որպես հայկական հայ արժանապատիվ տղամարդը, որևէ մեկի ընտանիքի մասին այդպիսի հայհոյանք չի տալիս, այսինքն մանկահասակ երեխաների մասին, ծնողների մասին։ Սա ավելի շատ անարժանապատիվ նիկոլականի վարքագիծ էր։ Ընդ որում նիկոլական ասելով ես միայն վերնախավին նկատի ունեմ, իրենց ստերին հավատացող մեր հայրենակիցներին մենք սիրով ենք վերաբերվում, իրենց փոխվելու ժամանակը կգա իհարկե։ Ու խնդիրը գիտեք ինչու՞մն է կանում, որ նաև իմ տեղեկություններով որևէ մի սեռական բնույթի հայհոյանք իր հասցեին Ուղղակի գրված էր Անթասիբին իրենք պատասխանում են ուղղակի սեռական բնույթի հայհոյանքով։ Սեռական բնույթի ու խոսում են հանդուրժողականության մասին։ Այսինքն հանդուրժողականությունն ու դուքուր եւ խոսում է մի մարդ, որը որ գիտեք ինչ, ես Գյումրի ընտրությունների ժամանակ երբ որ այցելել էի Գյումրի, ինքը հայտարարություն էր արել, որ ինչ գործ ունի Գառնիկ Դանիելյանը Գյումրիում։ Ասենք Գյումրին այդպես փակ քաղաք էր դարձնում, մենակ ԿՊԱ-ականներով իրենց, չգիտեմ, падգամավորներով բանով եւ մի խոսքով այս մարդիկ լուրջ խնդիրների մեջ են, լուրջ խնդիրներ։ Ինչքան էլ փորձեն ներկայացնեն, մասով կեքանեն եւ այլը, նաեւ ես իմ տեղեկություններով նաեւ որ Նիկոլ Փաշինյանը մարզեր է այցելում, հատուկ ընտրված խանութներն էլ ընտրված, մարդիկ էլ են ընտրված, որ մարդիկ պիտի մոտենան իրար, որ խանութը պիտի այցելեր, բացի չընտրված խանութ մտնում են տշում դուրս են։ Այո, այնտեղ նաեւ մի տեղ էլ որ գնացել էր Լոռու մարզ, ասել են մեր եսի ինչի սուպերմարկետը չմտանք, այսինքն նախատեսված էր որ եսի ինչի իրենց սուպերմարկետն էլ պիտի, էլ չասենք իրենց Արամի շենքը, մեր Արամի շենքը, չէ՞, մարդու պոշկիկը հանեց են, հենց եւ հարվածեց, այսինքն իրենք անգամ այդ իրենց գծած այդ պլանով բանով կիքսեր են տալիս եւ չեն կարողանում վիճակը ճիշտ գնալ։ Տեսեք, դուք խոսեցիք իրենց Արամի շենքից, իրենց եսիմում սուպերմարկետից, իշխանությունը բացի նրանից, որ այո, ջղաձգումների մեջ է, բայց կարծեք թե նաև հղբացել են, չէ՞, այսպեսի խոսք կա, Դևին սպանողը ինքն է դև դառնում։ Հիմա սրանք այնքան խոսեցին Թալանի դեմ, իմ մոտ տպավորությունը, եթե այստեղ Թալան չկա, իրենք չէին կարող այդպես հարստալ։ Ասենք իրենց Արամը, որ ամբողջ կյանքը ոստիկանությունում ա եղել, չէր կարող շենք ունենալ, եթե Թալանով չի զբաղվել, կամ իրենց եսիմով սուպերմարկետ ունենալ։ Բայց նայեցի երեք լուսանկարներ էի նայում, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը կրում էր մի վերնազգեստ, վերարկու, որը եթե fake չի, սրանք դե սիրում են ասեն, չէ՞, որ կեղծ բանն է, բրենդն է, 4-5 միլիոն դրամ արժեցող վերարկու է հակերում։ Եվ Նիկոլ Փաշինյանը հետ էր լուսանկարվել, հարստության ցուցադրման ձև է։ Կաղապարիկով են վերցրել։ Այն փոշեկուլի ապարիկը փակել, 5 միլիոնով կուրտ կան։ Փոշեկուլի հերոստատուսի ապարիկը փակել են, մարդիկ բրենդային շորեր են հագնում։ Չէ, իրականության մեջ հայտարարակ վիճակ է, այդ կոռուպցիայի կաշառակերության դեմ պայքարի լոզունգներով եկած իշխանությունը ամբողջությամբ թաթախվել է կոռուպցիայի մեջ։ Իր թիմով հանդերձ խայտարակ պատկեր է, մենք տեսնում ենք Երևան քաղաքում ինչա կատարվում, ասֆալտից սկսած, չգիտեմ, այդ տենդերներով, բանով վերջացրած, եւ գիտեք ոնց է դուրս է գալի, որ օրինակ մարդիկ պաշտոն ստանալուց հետո իրենց բարեկամները շատ տաղանդավոր են, իրենց թոշակառու հայրերը շատ լուրջ ձիրքեր ունեն, գործարարական շատ լուրջ ձիրքեր ունեն, զբաղվում են բանկերը միանգամից վստահում են իրենց թոշակառուն հայրերին, բանկերում շատ վստահելի են եւ 0%-ով վարկեր են տրամադրում միլիոնավոր դոլարների, նորմալ է, դե իրենք վստահելի մարդիկ են, քանի որ այսինքն միջին վիճակագրական հայ մարդը թոշակառուն կարա գնա բանկ 1.5 միլիոն դոլար 1.5 դոլար sense ասեն դες թոշակը բարձրացնելուց հետո կարող մի 2-ը վերցնել բայց դե 10000 դրամ ասма թոշակառուն տանք ինչ անի հետո տեսավ ինչ է լարնակա պիտի գնա այս բանկային ոլորտն էլ խայտարակ ասենք ես մեր քաղաքացիների հետ շփվում եմ ասում մի տոկոսի տակ ստորագրում ասենք ենթադրենք դիցում 13%-անոց վարկը գալիս է մինչև 25% կազմում են տակի են տողերով բանով ասենք դե մարդկանց մոլորության մեջ են գցում սա միջին վիճակագրական հայ մարդու բանն է էլի ասենք վարկեր
ստանալու եւ ինչ որ մի բիզնես դնելու, բայց իրենց հետ տներել են կառուցում, ասաբնյակներել են կառուցում, Սևանի լճի ափին, չգիտեմ, Նորքի բարձրունքում, չգիտեմ որտեղ, ուսումնասիրեք ցանկացածի կենսագրությունը 18 թվականից առաջ ինչ են ունեցել, ինչով են զբաղվել, ոնց են ապրել, ինչոց իրենք են դրա մասին ասում։ Հանրային տրանսպորտով երթևեկող մարդիկ, որ ասում են մենք հանրային տրանսպորտով ենք երթևեկում, ապարիկով փոշեկուլ հեռուստացույց, հիմի դոլարային միլիոնատերեր են, դոլարային միլիոնատերեր։ Այդ այն բանով էլ են հենց այն որ հլա դեռ իշխանապողություն չի եղել, որ իշխանապողությունից հետո պարզվի թե ինչ իրական հա իրական չափը իհարկե պարզվելու է իշխանապողությունից հետո իրական մասշտաբները եւ Նիկոլ Փաշինյանն է սա օգտագործում է իր թիմին այսպես ասած կրուչոկի վրա պահելու համար իբր իրեն չեն զեկուցում ով ինչ գործարքների մեջ է ով ինչ թվեր է առել ոնց է սա տեղի ունենում կամ իրենց չգիտեմ էլի պաշտոնյաներ չգիտեմ նախարարներ եւ այլ մարզպետներ իրականությունը է դա, բայց ես համոզված եմ, որ մեկ ամսից մի քիչ ավել հետո բոլոր այդ հանգամանքները կպարզվեն եւ բավականին լուրջ գումարներ կմուտքագրվեն պետական բյուջե։ Պարոն Դանիելյան, տեսեք, չնայած սոցիոլոգիան ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի հնարավորություն չունի վերընտրության, եթե քաղաքացիները ընդորում ակտիվ մասնակցում են ընտրության, սա էլ ֆիքս ենք, հա, բայց միևնույն ժամանակ մենք Փաշինյանի վարքագիծը հասկանալով, տեսնելով հասկանում ենք, չէ՞ որ նաև ինքը այն հանգիստ իշխանապարտությունը ընդունողներից էլ չի։ Ասենք վերջում ինչ որ մի ֆոկուս փորձելու է անել։ Ընդդիմությունը ձեր գնահատմամբ պատրաստ է հավաքական ընդդիմության մասն եմ ասում, ոչ միայն Հայաստան դաշինքի։ Պատրաստ է տարբեր սցենարների։ Ես կարող եմ մեր դաշինքի մասին ասել, առանց որևէ մի sense բանելու, փառաբանելու, գովերքող խոսքեր ասելու եւ այլն ունեցել ենք իհարկե պայքարներ, որոնք որ իր տրամաբանական ավարտին չեն հասել։ Սա պետք է հստակ ֆիքսենք, հասկանանք։ Բայց այս ամբողջ տարիների ընթացքում Հայաստան դաշինքը պայքարի կիզակետում ա եղել։ Մեզ քննադատել են, ասել են, գիտեք ինչ կա, դուք փողոցում եք դրա համար 100,000-ներով չեն։ Բայց իրենք ոչինչ չեն արել։ Բայց իրենք ոչինչ չեն արել։ Այդ թփերի տակից ծառերի հետևից հետևել, ես իմ չգիտեմ ինչ արել։ Մենք չենք ուզում թիրախավորենք ոչ մեկին, բայց մեր անցած ճանապարհն էլ պետք է գնահատենք եւ հասկանանք, թե այս ընթացքում ով ինչ վարքագիծա դրսևորել։ Սա ինձ համար շատ կարեւոր է։ Որտեվ հիմա նորելու քաղաքական գործիչներ են հայտնվել, որոնք որ ընտրություններից մի ամիս առաջ փողկապներ են կապում, կոստյումներ են հագնում, լուրջ խոսակցություն են փորձում տանել, բայց ընտրություններն ավարտվում, ամեն մեկը կպտում է իր գործին, ով որտեղ է, ասենք նաև Նիկոլ Փաշինյանի սատելիտ այնտեղ ուժերի մի խումբ կա, էլի, սենց, որոնք որ ասում են իբր թե մենք ընդդիմություն ենք, բայց ուղիղ սատարում են Նիկոլ Փաշինյանին եւ չեն էլ թաքցնում, որ ասում են մենք գնում ենք չգիտեմ, ընդդիմությանը փոխելու եւ այլ։ Հիմա գամ ձեր հարցին։ Մենք հստակ հայտարարել ենք, Հայաստան դաշինքը հստակ հայտարարել է, որ մենք խորհրդարանում համագործակցելու ենք ընդդիմադիր ուժերի հետ։ Եվ մեր նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելն է։ Մենք ընդդիմադիր դաշտում թիրախներ չունենք։ Մենք երբեք նախաձեռնող չենք եղել, ոչ մեկին չենք հարվածել, ցանկություն էլ չենք ունեցել ոչ մեկին պիտակավորելու կամ չենք էլ արել որևէ մի գործընթաց չենք արել, բայց չենք էլ թույլ տալու, որ որևէ մեկը մեր այս ամբողջ սկսած գործը, որը որ տառապանքների, զրկանքների, բանտարկությունների, հիմա մեր ընկերները անազատության մեջ են, նսեմացնել է։ Բայց ասում են ձեզ թիրախավորում են, դուք պատասխանում եք, ուրեմն դուք կողմ չեք ընդդիմության միասնականության։ Մենք ասել ենք եւ մեր ասածը հետեւողականորեն մեր խոստումը պահում ենք, մենք երբեք որևէ մեկին չենք թիրախավորել ու չենք պատրաստում թիրախով, բայց եթե որևէ մեկը կհամարցակվի այս ուղությամբ քարեր նետել, ուրեմն պետք է պատրաստ լինի անհամաչափ պատասխանի։ Մենք նորից էլի կրկնում ենք, մեր գերխնդիրը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է։ Մենք պատրաստ ենք համագործակցության առանց որևէ մի ամբիցիաների եւ այլ։ Թող բարի լինեն մյուս քաղաքական ուժերն էլ ամենայն հարգանքով, մյուս քաղաքական ուժերն էլ հայտարարեն, արդյոք ազգային ժողովում հայտնվելու պարագայում իրենք ում հետ են համագործակցելու, ընդդիմադիր ուժերի թե Նիկոլ Փաշինյանի։
Շատ բարձր։ Պարոն Դանիելյան, համաձայն չեք, որ մարդիկ մտել են Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ, այսինքն կամ շարժվում են Փաշինյանի թելադրած օրակարգով, երբ ասում են մենք այս ուժերի հետ չենք համագործակցի, կամ չգիտեմ, մենք այսինչ բանը, այսինքն ասում են այնինչ ոնց որ թելադրում է Նիկոլ Փաշինյանը։ Չեմ ասում ուղիղ, բայց ենթագիտակցություն ոնց որ այդ օրակարգի մեջ են։ Ես էլ այդ կարծիքը կիսում եմ, բայց պետք չի մտնել Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ։ Պետք է սեփական օրակարգ ստեղծել։ Իսկ սեփական օրակարգը դա այն է, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը ասում է եւ պահանջում է, որ պետք է տարբեր թիմերի ընտրողներ, էլի, ինչալից ես շատ եմ շփվում մեր հայրենակիցների հետ։ Կլինի դա մեկ այլ ուժի ընտրող, մյուսի ընտրող, ասի հիմնական ընդդիմադիր բլոկներին ընտրողները վերջնարդյունքում իրենց ակնկալիքը այն է, որ միավորվեն Նիկոլ Փաշինյանին հեռացնեն իշխանությունից։ Այս առումով պետք է բոլոր ուժերը լինեն անկեղծ։ Մենք մեր ուժը միշտ էլ հայտարարել է, որ գնում ենք այդ ճանապարհով։ Պետք է բոլոր ուժերն էլ հստակ պատասխանեն, այս սենց նենց լոլոներ չկարդան, չասեն ինչա ինչ։ Հստակ գալիս է խորհրդարան, ձեզնից կախված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ Դուք համագործակցելու եք թե ոչ։ Շատ պարզ հարց է, որը պարզ պատասխան է։ Պարոն Դանիելյան, դուք ըստ եմ շատ լավ տիրապետում եք ժողովրդական ասույթներին, ասացվածքներին, մի ժողովրդական հայտնի ասացված կա, չէ՞, ասում եմ, ադեն ուզում է համ հաճույք ստանա, համ աղջիկ մնա, կույս մնա։ Ձեր մոտ այդպես տպավորություն կա, որ քաղաքական դաշտում կան այդպիսի ուժեր, որոնք ուզում են համ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարել, համ էլ միևնույն ժամանակ չասել, որ գիտեք, եթե այդ Փաշինյանին հաղթելու համար պետք է համագործակցություն, մենք պատրաստ ենք համագործակցության։ Ես այլ տարբերակ չեմ տեսնում ուղղակի։ Այլ տարբերակ չեմ տեսնում։ Ինչա ուրիշ պարագայում ինչ պետք է լինի։ Այսինքն այն մեկը մեկին չի սիրում կամ այն մեկը մեկի հետ եսի միջանձնային խնդիր ունի, բան ունի, պետք է նենց անի Նիկոլ ընտրվի։ Ոնց կարա նման բան լինի։ Ինձ համար դա կներեք, բայց ընդդիմադիր չի, եւ դրա համար պետք է անկեղծ խոսել մեր հայրենակիցների հետ։ Եթե արդեն քարոզարշավը սկսվի, բան, ուղիղ այդ հարցին պետք է պատասխանը տրվի։ Մենք ուղիղ ենք պատասխանում այդ հարցին։ Ոչ սեթևեթում ենք, ոչ, չգիտեմ, մոլորեցնում ենք, ոչ խափում ենք մեր հայրենակից։ Այո, ասում ենք մենք համագործակցում։ Բայց արձանագրենք, որ Հայաստան դաշինքը միակն է, որ նման բաց հայտարարություն։ Այս պահի դրությամբ, այո, մենք միակն ենք, բայց ես ակնկալում եմ մեր ընդդիմադիր գործընկերներից էլի ուղիղ այդ հարցերի պատասխաններ։ Ակնհայտ է, որ այս պահի դրությամբ 50+1 որևէ մեկը չունի։ Ես չեմ պատկերացնում, էլի անկեղծ պետք է ասեմ, չգիտեմ, վաղը մյուս օր ինչ կլինի, չեմ կարող ասեմ։ Այս պահի դրությամբ ենք խոսում։ Այս պահի դրությամբ այդ 50+1-ը չկա։ Հավաքական ընդդիմությունը ունի։ Ընդ որում Գյումրու ընտրությունները ցույց են տվել եւ իշխանությունների համար եւ ընդդիմության համար, որ հաջողության ճանապարհը հիմա դա է։ Համագործակցության ճանապարհ եւ դրա համար էլ իշխանությունը իր օրակարգը թելադրում է, որպեսզի ընդդիմությունը չհամագործակցի, ասում են, բերում են համագործակցության բացառման։ Իհարկե, դուք լավ։ Եթե հիշում եք, ներողություն պարոն Դանիելյան, այդ ժամանակ ես որքան որ ներքին տեղեկություններով գիտեմ, դաշնակցությունը պարոն Սաղաթելյանը լրջագույն դերակատարում է ունեցել ընդդիմության համագործակցության բանի իմաստով։ Եթե հիշում եք, այդ օրերին իշխանության ամբողջ քարոզչությունը դա էր, ներքին խնդիրներ հրահարելով, որ այդ համագործակցություն չստացվի, բայց հիմա ընդդիմությունը հաղթահարեց դա, այդ համագործակցություն եղավ Հայաստանի երկրորդ քաղաքում, ԿՊ-ն իշխանազրկվեց։ Այո, եւ հիմա տեսնում ենք դրանից էլ վախենում են։ Եվ հիմա տեսնում ենք արդյունքները։ Հենց դրանից են իշխանությունները ջղաձգվում։ Պարոն Մուրադի, տեսեք, նաև ազգային ժողովի ամբիոնից ելույթներ ունեցան ԿՊԱ-ականները, ասելով, որ տեսեք, էս ինչ արեցիք դուք, հա։ Էս ինչ արեցինք, դաշնակցությունն է, Հայաստան դաշինքն է, բանը, որ ասում է, իրենց մեջքին կանգնած բան, բայց մենք թաքցնելու բան չունենք։ Մենք աջակցել ենք ընդդիմադիր ուժերին։ Եթե դրա համար պետք է եղել, օրինակ, եթե այդ ամբիցիաները, դաշնակցությունը այդ ամբիցիան, օրինակ, Գյումրու ընտրությունների մի կողմ ա դրել, ընդհանուր հաղթանակի համար։ Սա եւս մեկ օրինական էր, որի մեր նպատակը, մեր գերխնդիրը իշխանապողություն իրականացնելն է։ Եվ փառք Աստծո, այդ ջանքերի, տիտանական ջանքերի արդյունքում, որտեղ այնտեղ կար նաև անձնային խնդիրներ, որի վրա ԿՊ-ն աշխատում էր։ Որի վրա աշխատում էր, նրանք փորձում էին մեկը մեկի դեմ լարել, ինչ որ թասիբի գցել ժողովրդական լեզվով ասած, բայց այդ էլ աշխատանքի արդյունք, հա, եւ ի պատիվ այդ տեխնացուների այդ մարդիկ եկան կոնսենսուսի։ Նույնը նաև այս պարագայում որևէ մեկը մեզ էլ չի ների, Հայաստան դաշինքի որևէ падգամավորի էլ չի ների, օրինակ
Մենք էլ ինքներս մեզ չենք ների, եթե մեզնից կախված լինի, ախր մտքովս անգամ չի անցնում նման բան, որ ինչ որ մի վարքյան, ինչ որ մի պահի, ես մտածեմ, որ ինձից կախված է, ես այլ բան անեմ։ Չկա անգամ մտքով սա քննարկելու հարց չի, պարոն Մուրադի։ Սա քննարկելու հարց չի։ Պարզ հստակ պատասխան ակնկալում։ Եվ այս հստակ պարզ պատասխաններից նաև կախված ալնելու մեր ընդդիմադիր հայրենակիցների ընտրության գնալը եւ քվեն տալը։ Որովհետև քաղաքացիները պիտի իմանան, եթե իրենք կարող են ընտրել ուժի, որը պահը գա Նիկոլին հեռացնելու ձեռը դողալու է կողմ քվեարկի հեռացմանը, ավելի լավ է չքվեարկեն այդ ուժը։ Իհարկե։ Պետք են պինդ մարդիկ, վճռական մարդիկ, որոնք որ որևէ մի ճնշումների, որևէ մի հալածանքների տեղի չեն տվել, պայքարել են, բանտերում են հայտնվել, քրեակատարողական հիմնարկներում են հայտնվել, չգիտեմ, թիրախավորվել են այս տարիների ընթացքում, հեչ չի եղել ընդդիմադիր աշխատել է այսօր Հայաստանում, շատ ծանր ու բարդ գործ է։ Մենք նաև տեսել ենք նաև, որ որոշ մարդիկ ընդդիմադիր դաշտում նաև այդ, չգիտեմ, այդ գայթակղությաններ չեն դիմացել, դա ենք տեսել, ասենք հիմա այն որ ժողովրդական լեզվով ասած շատ բաներ նաև խախալվել է, բայց մենք իրավունքը չունենք այդ կիքսը տալու։ Կիքսը տալու իրավունքը չունենք։ Հենց ձեր ասած, եթե մեկը պետք է գնա մի երկու անգամ մտածի, հենց սենց անեմ, թե նենց անեմ, լավ, ձեռեք առում, այս ինչ է անգամ մտածում։ Եվ դրա համար պետքա թիմերի մեջ էլ լինեն վստահելի մարդիկ, դա էլ է շատ կարևոր, որ այդ կոպիտ ասած դաշինքների մեջ, որովհետև կան նման մարդիկ, որոնք այս կամ այն տեղը հայտնվելով ոչ թե միասնականության կոչ են անում, այլ շատ ժամանակ նաև խանգարում են։ Բայց հիմա մեծ հաշվով այդ ֆավորիտ 3 ուժերը կարծեք թե իրար լուրջ խնդիր չունեն։ Այսինքն անհաղթահարելի խնդիր առնվազն չկա։ Իհարկե, շատ կարևոր մի բան է։ Անկախ դրանից ինչ ենք։ Շատ կարևոր մի բան կա, որի մասին մենք ասել ենք, այս պայքարի ընթացքում մենք պատրաստ ենք նաև միասնական հանրահավաք անցկացնելու, մեր իրավունքների պաշտպանության համար կանգնելու մեկը բոլորի, բոլորը մեկի սկզբունքով, այսինքն նախընտրական, բուն ընտրական եւ հետընտրական բոլոր այդ process-ները, այսինքն այդ առումով այդ միասնական ճակատի գաղափարը անչափ կարևոր է, որովհետեւ քիչ առաջ դուք ասացիք Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի, դրա համար այդ կոմունիկացիան կարևոր է, ընդդիմադիր դաշտում որ այդ կոմունիկացիան գործողությունների ներդաշնակության օրինակ մի ուժ ասենց երջանկություն ապրի, որ այն մի ուժին չեն գրանցում կամ այն մի ուժի վրա բռնաճնշումներ են գործածում։ Ինձ համար դա անընդունելի է։ Այս գործը կարող է հաջողել միայն ճիշտ հարաբերությունների, միմյանց նկատմամբ հոգատարության, սրտացավության, մեկը մեկի մեջքին կանգնելու, եթե անարդարություն է կատարում ցանկացած ուժի նկատմամբ, պետք է այդ միասնական ճակատը գործի։ Եվ Նիկոլ Փաշինյանի գործը արդեն շատ ու շատ դժվարանալու է այդ հարցով։ Եվ նաև իրենց խնդիրն էլ այդ պարակտումը մտցնելու որոշակի առումով այդ անվստահության մթնոլորտ փորձելու։ Ի վերջո սա նաև քաղաքական իմաստով պատերազմ է, քաղաքական իմաստով։ Եվ հիմա պատերազմի էլ, չէ՞, մարդիկ գնում են տարբեր զորամիավորումների կազմում, տարբեր հրամանատարներ են ունենում, բայց միևնույն ժամանակ հասկանում են, որ մի ճակատում են, իրենք նույն խնդիրն են լուծում, այսինքն իրենք իրար դեմ գոնե չեն կռվում։ Այս իմաստով պետք է հասկանալ, որ մենք ունենք մեկ հակահայ քաղաքական միավոր էսպայն, դա Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագիրն է, եւ կան տարբեր մոտեցումներ ունեցող հայկական ուժեր, որոնց հետ կարող ենք համաձայնել, կարող ենք չհամաձայնել, բայց իրենք հակահայ չեն, սա գլխավորն է։ Իհարկե։ Լավ, վերջին հարցը, հա, պարոն Դանիելյան, այս օրերին շատ քննարկվեց տարբեր, այսպես հայտնի մարդկանց հանրային, այսպես դիրքավորումը, ամենաթարմ օրինակը Արթուր Աբրամն էր։ Ու հիմա լավ, իր խնդիրն է Նիկոլ Փաշինյանը ինչ-որ դպրոցի բացման գնում չի գնում, բայց абսուրդային հայտարարություն տաս ժողովրդի 80%-ը ձեզ է աջակցում, ձեզ սիրում է։ Ну չգիտեմ այդ հարցումը որտեղ է, որովհետև բոլոր հարցումները հակառակն են ցույց տալի, որ ժողովրդի մեծ մասը զզվում է Նիկոլ Փաշինյանից եւ սիրում է մի հոգի, ոնց որ Կարքին սերիալի այդ հոլովակի մեջ էր ասում։ Այդ մի հոգին էլ բաժանվեց իրենից վերջ։ Հիմա մարդիկ դարել են եւ սոցիոլոգ եւ ժողովրդի անունից իրենց վերապահում են հայտարարություններ անել եւ այլ։ Էլի գանք նրան, որ Հայաստանում
նաև այս իրավիճակի պատասխանատուն ոչ միայն քաղաքական դաշտի դերակատարներն են Նիկոլ Փաշինյանը, որ բերել է հասցրել այս իրավիճակին, այլ նաև հասարակական հանրային գործիչներ, երգիչներ, չգիտեմ, իրենց արվեստագետ համարող, իրենց մտավորական համարող մարդիկ, որոնք որ լռել են Արցախի կորստով, որոնք որ ձեն չեն հանել, որ ցեղասպանությունը այս մարդը մերժել է, սահմանադրություն, անկախության հռչակագիր, այս տարածքային զիջումներ եւ այս մարդիկ մի հատ ծպտում չեն հանել, մի հատ հոդաբաշխ բառ չեն ասել։ Բայց գալիս է մի պահ, որ այս մարդիկ իրենց վերապահում են հայտարարությունը էլի անձնական շահերից եւ անձնական ձեր տեսակետը ասեք, բայց չեք ժողովրդի անունից։ Այդ է խնդիրը, էլի, այսինքն ինչի ես նման հայտարարություններով հանդես, որն է քո նպատակը։ Այստեղ բավականին շատ հարցեր է առաջացնում։ Այսինքն կա մի կներեք արտահայտությանս համար պնակալեզների մի խումբ, որը որ սեփական անձնական շահերը վերադասում պետական շահերից։ Եվ սա շատ լուրջ խնդիր է, որի մասին մենք պետք է խոսենք։ Մենք պետք է ասենք եւ այն քննադատությունը, որ արդարացիորեն սոցիալական ցանցերում տարբեր մարդկանց նկատմամբ, որոնք որ այդ վարկագիծն են դրսևորում, մեր հանրության դժգոհությունն առաջանում, շատ օբյեկտիվ է այդ ամեն ինչը։ Եվ մենք պետք է թույլ չտանք, որ որևէ մարդ խոսի ժողովրդի անունից խոսելը քիչ չի, մի հատ էլ ասի 70-80% ձեզ սիրում եւ աջակցում են։ Այդ եփանից սոցիոլոգ դարակ։ Այդ եփանից դուք տենց այդ վերլուծություններ արեցիք, չգիտեմ, ֆոկուս խումբ եք ստեղծել, ինչ եք արել, գնացել եք մարդկանց հետ շփվել եք, ինչ գիտեք։ Այսօր մենք տեսնում ենք, որ մեր ժողովուրդը անհատական շփումների ընթացքում ինչ վերաբերմունք է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանին, եթե դա մասովկա չի։ Եվ սա քննադատելի է, ես կոչ եմ անում, որ մեր հայրենակիցները այն առողջ հատվածը, որ կա, պետք է նաև այս վարքագծին անդրադառնա։ Եվ հանրային գործիչները, եւ չգիտեմ, մտավորականները, եւ սպորտսմենները այս վարքագիծը պետք է շատ խիստ քննադատության արժանանա։ Շնորհակալ եմ, պարոն Դանելյան, այդ այսօրվա համար ես շեշտում զրուցում էի Գառնիկ Դանելյան հետ, տեսություն կհանդիպենք։